Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի այսօրվա դրվագները պարզապես ալեկոծում են մեր հոգիները։ Մենք տեսնում ենք երկու բացարձակապես տարբեր հայրական կերպարներ։ Մեկը, ով զոհաբերել է իր երիտասարդությունը հանուն երեխայի, և մյուսը, ով վերադարձել է միայն ընտանիքը պառակտելու համար։ Սկսենք սերիայի ամենահուզիչ և մարդկային տեսարանից։ Լանան, ով մինչ այս աչքի էր ընկնում միայն իր էգոիզմով, վերջապես խոսում է Արշակի հետ անկեղծորեն։ Նա շնորհակալություն է հայտնում մի բանի համար, որն իրականում անգնահատելի է։ Արշակը մինչև խորը հասունություն չի ամուսնացել և զրկել է իրեն անձնական երջանկությունից միայն մեկ նպատակով, որպեսզի իր եղբոր երեխային Մագդային հանկարծ մանկատուն չտանեն։ Արշակի պատասխանը իսկական տղամարդու և հոր խոսք է։ Նա ասում է, որ դա արել է բացառապես սիրուց դրդված, և եթե ժամանակը հետ տային, նա առանց վայրկյան անգամ մտածելու նույնը կաներ։ Այս խոսակցությունը հուզում է ոչ միայն Լանային, այլև բոլորիս։ Արշակն ապացուցում է, որ արյունակցական կապից ավելի զորեղ է հոգևոր կապն ու անձնվիրությունը։ Մինչ Արշակը հուզվում է անցյալի հիշողություններից, ներկան նոր փորձություններ է նախապատրաստում։ Նորոն և Մագդան հանդիպում են, և թվում է, թե ամեն ինչ պետք է խաղաղ լիներ, բայց ի հայտ է գալիս Կարենի գործոնը։ Իմանալով, որ այդ հրեշը նորից սկսել է զանգահարել ու անհանգստացնել Մագդային, Նորոն պարզապես կորցնում է ինքնատիրապետումը։ Տղամարդու նրա բնազդը արթնանում է, պաշտպանել սիրած կնոջը ամեն գնով։ Նա հրամայում է Մագդային գնալ տուն, իսկ ինքը վճռականորեն գնում է Կարենին գտնելու և հարցերը վերջնականապես լուծելու։ Մագդան խուճապի մեջ է։ Նա լավ գիտի Նորոյի տաքարյուն բնավորությունը և սարսափում է այն մտքից, որ սիրելին կարող է ճակատագրական սխալ գործել ու մարդասպան դառնալ։ Տուն հասնելով նա աղերսում է Արշակին միջամտել և կանգնեցնել Նորոյին։ Սա սիրող կնոջ ճիչ է, ով չի ուզում կորցնել իր երջանկությունը։ Բարեբախտաբար կամ գուցե դժբախտաբար Նորոն և Կարենը չեն հանդիպում, սակայն այն, ինչ սպասվում էր Նորոյին սեփական տանը, շատ ավելի ցավոտ ու դաժան հարված էր, քան ցանկացած փողոցային կռիվ։ Նորոն բացում է իր տան դուռը և քարանում Շեմին։ Նրա աչքերի առջև մի տեսարան է, որը նա երբեք չէր ուզի տեսնել։ Հյուրասենյակի հենց կենտրոնում կանգնած է իր հայրը Բաբկենը, ով գրկել է փոքրիկ Ալինային, իսկ մի կողմում որպես գոհ հանդիսատես կանգնած են Էլիզն ու տատիկը։ Սա բացահայտ դավաճանություն է Նորոյի դեմ։ Էլիզը ոտնահարելով եղբոր խոսքն ու զգացմունքները գաղտնի տուն է բերել այն մարդուն, ով ժամանակին լքել էր նրանց։ Տանը պայթում է իսկական սկանդալ։ Նորոյի ձայնը դողում է վրդովմունքից ու հիասթափությունից։ Նա հասկանում է, որ իր մեջքի հետևում դավադրություն են կազմակերպել հենց իր ամենահարազատ մարդիկ։ Եվ այս աղմուկի, գոռգոռոցների ու փոխադարձ վիրավորանքների կենտրոնում կանգնած է անմեղ Ալինան։ Փոքրիկ աղջիկը քարացած, վախվորած աչքերով նայում է, թե ինչպես են մեծերը ոչնչացնում իրար։ Երեխայի հոգեբանությունը հերթական անգամ դառնում է մեծահասակների էգոիզմի զոհը։ Լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ Նորոն դնում է ամենակոշտ վերջնագիրը. կամ այս մարդը հենց հիմա դուրս է գալիս իմ տանից, կամ ես եմ հեռանում։ Սա արժանապատվության և սկզբունքի հարց է։ Սիրելի հեռուստադիտողներ, իրավիճակը ծայրահեղ է։ Ինչ եք կարծում, ում կընտրի Էլիզը, հորը թե եղբորը։ Եվ արդյոք Նորոն իսկապես կլքի իր տունը, թողնելով կրտսեր քույրերին Բաբկենի վտանգավոր ազդեցության տակ։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի միասին վերլուծենք հաջորդ շիկացած դրվագները։ Շնորհակալություն ուշադրության համար։